Բայց մինչև դա մի կարևոր հայտարարություն անեմ։ Առաջարկում եմ ձեզ ապրիլի 9-ը համարենք ստի կեղծիքի օր։ Ապրիլի 1-ին սուտացել օրն է։ Չգիտես ինչու։ Մենակ մի բան է դա կապված, որ 1-ից մինչև 13 ընկաժանակացում հավանականად ցիկլոն ալնում, եղանակը խիստ փոփոխական ալնում, արեգակին հաջորդում ամպրոպը քամի կայծակը, դրա համար ասում են սուտացելու ամսի 1-ին։ Բայց մենք մոտ ամրագրվել է, որ ապրիլի 9-ն է սուտացելու օրը և կեղծիքի, ընդգծված կեղծիքի օրը։ Որպես կանոն, երբման արարողություններ են կատարվում, որի բարոյական իրավունքը չունեն։ Դրա համար առաջարկում եմ միգրությամբ 1-ը փոխարինենք 9-ով, խեղճուկրակ 1-ը ոչ մի կապ ստեղ չունի։ Այս ապրիլ ամիսը մեր հայ ազգին չի գալիս մի ձևի։ Սկսվեց թուրքական ստահակների, տագանքների եղերնով 15 թվականին։ Եվ ինչ-որ մեզից ձեռք չի քաշում։ Դրան ավելացավ նաև մարտի 1-ը, ցավոք սրտի։ Հիմա ներքաղաքական մեր իրավիճակի։ Ինչ է նշանակում բռնապետությունում ներքաղաքական իրավիճակ։ Այդ իրավիճակը ընդհանրապես չկա։ Կա կամք, որը դեռ բացակայում է։ Կամք 1 օր առաջ ազատվել ազգադապ իշխանություններից։ Որպես Սարգսյանի մտքով չանցնի, որ ամեն ինչ շատ լավ է, իհարկե միայն ոչ պայծառ, ասենք, իշխանամետ լրագրողների աչքերում երջանկություն են տեսնում։ Մնացածների մոտ այդքան էլ լավ չի ամեն ինչ։ Ասեմ, որ այս գաչ մթնոլորտը լրագրողները չեն ստեղծում և մենք չենք ասում, թող ինքը ստեղծի այլ մթնոլորտ։ Մենք ինչ էլ ասենք երբեք այն գաղթ չի դառնա։ Թող ինքը աշխատի, որպեսզի իմ հայրենիքը հայաթափ չլինի, որ հային արհամարանքով Եվրոպաներում չնայեն, որտեղ նույն Եվրոպայում, եթե ասենք, թե կատվին կամ շանը վատ վերաբերվեն օդանավակայանում, հաստատ քրեական գործ կառուցվի։ Իմ հայրենակիցների հետ վարվում են ավելի վատ, որտեղ հայ են։ Հայ են, որոնք լքում են իրենց հայրենիքը։ Լքում են իրենց հայրենիքը միմիայն ապիկալ իշխանությունների շնորհիվ։ Հակառակ դեպքում ոչ մեկը իր հայրենիքը չի լքի։ Եթե նույնիսկ մի քիչ նորմալ լինել չեն լքի։ Բայց այնպես, որ այդ վերջի հույսներ մի կերպ ապրելու չկա։ Ես ասում եմ հարցազրույցից վերջի Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից։ Ոնց կարելի է կանգնել իր ուր աշխարհի հայտարարել, որ ազգային ժողովում օլիգարխներ չկան։ Կարելի է նման սուտ ասել։ Անհարմար չի։ Ամոթ է, չէ։ Ասենք ձևակերպել են ունեցված կես տատիկի վրա, մորքուրի վրա։ Բայց եթե դու դրա մասին չես իման, ով գիտի դրա մասին։ Ոչ բարով ամոթակցում էլ աշխատել ես։ Ով գիտի դրա մասին։ Գնացեք արևածաղիկ վաճառող ես ագինում մի հատ կին էր արևածաղիկ վաճառող, հլա հարցրեք։ Ազգային ժողովում օլիգարխներ կան, անգրագետ կինը։ Կծիծարած էր երեսին, կասի եք կան, բալաջան։ Ասպատ չկա։ Ձևակերպումը չկա, այսպես ասած։ Դա ջանդան էլ էր ձևակերպումը, դու գիտես ինչ է կատարվում։ Որ դու խոստացար, որ չի լինելու, բայց անկարող էիր։ Առանց նրա ոչ մի բան անել չես կարող։ Ինքը ասում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չկա։ Ինքը շտկում է, չէ՞, մտցել հասարակություն, այդպես է ասում։ Ուրեմն ներողություն, իսեք։ Մարդիկ լրատվական։ Լրատվականներին ես մի հատ լուրջ բացահայտում կատարա շատ ողջ։ Ես գիտեմ ինչ եմ ասում, դուք էլ գիտեք ես ինչ եմ ասում։ Այստեղ չկա նստած մարդ, որ չի հասկանում ինչ մասն եմ խոսում։ Եթե օլիգարխներ կան, ուրեմն կան ՀՀԿ-ում։ Ուրիշտեղ չկա։
ամենտեղ կա, բրկում էր կա, Գագիկ Ծառուկյանն է, եթե եք ուզում լսեք, ներողություն ինչ եք ներկայացնում։ Հեդրան է։ Եղավ։ Ասեմ, բայց այն ամբողջ բազմությունը, որը շանտաժի կեղծիքի է դիմել այս ընտրություններին, էլի, ասեցինք, չեն նստեցինք, ասեցինք, այս անգամ Սերժ Սարգսյանը դրա կարիքը ամենին չունի։ Կարող է չէ՞ մի անգամ մարտավարի ընտրություն անցկացնի։ Դու այդ 58-ի 7%-ի հերն անիծած, վերցնել պատվավոր մի 52-51% դառնալ նախագահ, ինչ է քեզ դրդրելի, նույն մեխանիզմը դրեցի գործի։ Ինչի համար։ Չմտածեք, թե այստեղ Ռաֆին պաշտպանում, ես նպատակ չունեմ, չեմ հետապնդում, չի կարելի մարդու պաշտպանել, որ ինքը իրան չի պաշտպանում։ Մանրամասն է, այդքան մամուլը վերցը կատը մանրամասնում, միակ մարդը մանրամասնում, ինչ ան։ Ինձ ասում են, թե սխալվեցիք, ասեցիք, որ մեկ շաբաթից քշնավոր եք սես ասում։ Չեմ սխալվել, մեկ շաբաթից ասեց Դիմե ժողովուրդն ասեց, ժամը քանիսն է, ասեցին 6-5 է պակաս, ասեց Սերժ, կզնաց 5 րոպե, որ աստեղ լինես։ Ասեց 5 րոպե լրացավ, բացեց բարյանը 26։ Դա մինչևից է։ Հետո հայտարարեց, որ դիակ տեղափոխեն, մեզ սկսեց ինչ-որ մազոխիստական մի հատ ինչ-որ տանջերից տվայտանքների մեջ ամբողջ ազգին, որ այս այդ մարդուն պետք է ոտներն առաջ անենք, ազատության հրապարակեցի մարդը հայտարարեց, չէ, այդպես բան չկա, ինքը ուզում է երկար ապրի։ Ես մտածեցի, թե ըստ Բաղդեմիոսի միգուցե արդեն միացումը կլինի, մենք նոր սուրբ ունենանք ամսինի, բայց չստացվեց, նոր սուրբ չունեցանք։ Ինչպես։ Հայտարարա, որ երկար ապրելու։ Ուրեմն, իսկ ինչ անեմ լավ ես վիճակի մեջ։ Որն է մեր փրկությունը։ Ես դիմեցի ուսանողությանը, որ միավորվեք, ստեղծեք կոմիտեներ բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ հերթական ու սպորտների զուգահեռ եւ վերցրեք Երևան քաղաքը։ Ցավոք սրտի իշխանություններին դա հաջողվեց, ուսանողությանը նրանք տրոհեցին մասնիկների բաժը Երևանում։ Բայց ինչևից է, կմիավորվեք։ Ցավոք սրտի ընտրություններն անցավ Երևան քաղաքի։ Անցած կլինի արդեն։ Իսկ ինչ անենք, որպեսզի արագացնենք սրանց հաջողություն մաղթելու գործընթացը։ Պետք է դիմեմ երևանցիներին, մեր պանծալի գեղեցկադեմ, իմ հարազատ քաղաքի քաղաքացիներին, ոչ մի ձայն իշխանության թեկնածուներին, ավագոնում, ոչ մեկի, ոչ մի ցուցակի, ոչ մի ձայն։ Կանգնենք մեր ձայնին տերը դառնանք, Երևանը գրավենք սրանցից։ Երևանը ազատենք սրանց ճիրաններից։ Երևանը սարքերակ իրանց նման արևելյան շուկա։ Երևանի դեմքը կորցելա, չկա են գեղեցիկ, են փառավոր Երևանը, արդեն աղճատված է պատկերը Երևանի։ Խեղճ Թամանյանի անվան տակ ինչ աղմախություն ասեց, որ չարեցին։ Հələ աղմախություն իրաց գլխին կպնի, մենակ աղմախություն չէր։ Նաև ամեն քառակուսի մետրը վաճառելով հարստացան, տզրուկի նման ուռեցին եւ չաղու բախտավոր դարձան շակերտների մեջ։ Դա կասնի։ Հիմա ինչ պետք է անել։ Դիում եմ նույն բյուզանդի բնակիչներին, դիում եմ նույն կոնդի, մեր հինավուրց կոնդի բնակիչներին, ում հերնանիցել են, տները ձեռներից խլել են։ Դիում եմ Արամի փողոցի բնակիչներին, ի վերջո դիում եմ ցանկացած Երևանի ցանկացած բնակչին։ Չկա մեկը, որին սրանք նեղություն չեն տվել, այս կամ այն կերպ։ Չկա այդ մարդը, գոյություն չունի։ Մի տան վրա գրանցել են 20-30 հոգու վրա վաճառել են։ Մարդիկ պարկ են արել, տներ են վաճառել, տվել են այս տզրուկներին, որպեսզի սրանք դա մարսեն այդ գումարները մարդկանց։ Այսօր այդ մարդիկ մնացել են փողոցում, երևանցին փողոցում է մնացել։ Եկեք մտածենք, ոնց անենք, որ Երևանը փրկենք սրանց ձեռքից։ Երևանը դեռ կոմունիստների ժամանակ Արտադրության Հանրապետության 2/3-ն էր։ Բայց մի հատ վտանգ կա, ինչու են երևանցուն դիմում։
Էլի, Թոքմախի, Զեյթունի, Շահումյանի, Գերմանոցի հանգուցալները պետք է գան սրանց ձայն տա։ Եկեք հետևենք այդ ցուցակներին։ Եկեք ամեն ցուցակի համար բարձրաձայնենք, ասենք, որ սխալ եք անում, այս մարդը չկա, այս մարդը հանգուցալ է, ընտրությունների ժամանակ ուշադրություն դարձրեք, ովքեր են գրած ձեր համարի վերևում և ներքևում։ Չհնարավոր չի։ Էլի ոնց հաշվում ենք մի 300,000 ձայն, հենց այնպես սրանք ունեն, ու օգտագործելու են դա։ Թող չօգտագործեն, 1% չեն ստանա, 1%։ Խնդրում եմ, որպեսզի երևանցին ձայնը տա ընդդիմությանը։ Եվ այսպեսի առաջարկ ունեմ։ Ես խոսացել եմ Վահագն Խաչատրյանի հետ, իմ ընկերոջ հետ։ Նրա համաձայնությունը ստացել է, որ եթե ՀԱԿ-ը վերցնի Երևան քաղաքը, ապա պարտադիր այդ ընչազուրկներից, այդ խաբվածներից մի բաժին կստեղծվի, որտեղ իրանք կնշանակեն, բաժնի պետին և աշնակիցներին, որոնք հետամուտ կլինեն, թե ինչպես են իրենց խաբել և ինչպես են իրանցից խլել իրենց բնակարանները։ Հենց իրենք, այդ Բյուզանդի բնակիչները, Ֆիրդուսի բնակիչները, Արամի փողոցի բնակիչները, ընդհանուր ժողով կանեն, կընտրեն, կներկայացեն թեկնածություն, քաղաքապետարանում բաժին կբացվի, հենց իրանք էլ կտոներեն այդ բաժնին, իրանք էլ հետամուտ կլինեն իրենց ապագան, իրենց բախտ, իրենց բնակարաններին։ Թե չէ սրանցից սպասել տզրուկներից, որ վերադարձնել ոչ բան չեն տալու։ Դա բացառված է ուղղակի, ներողություն, դա չի լինելու։ Միակ պայմանը, որպեսզի Երևանը դեպքը չեն կարող վերականգնել ցավոք սրտի, արդեն ավիրել է, բայց գոնե կկանգնացնենք։ Իսկ ինչ վերաբերում է խաբված մարդկանց իրենց բնակարանները տալ, ապա հավատացած եղեք, ընդդիմությունը եկավ իշխանության Երևան քաղաքում, դա կանի։ Շնորհակալություն։ Հարցերի Պարոն Եղարյան, երկու հարց ունեմ, ճիշտ չէ լինի արդյոք, որ ձեր իսկ խոսքերով ասած իշխանություններին բարով գնալու ճանապարհ դնելու հարցում Վարդանջովու թեկուզ, այդ հարցում գոնե այս անգամ ընդդիմությունը միավորվեր ավականու ընդդիմությունը, միջու դա չէ բան։ Ուրեմն ձեզ մի բան ասեմ, դա ես գիտեմ, որ հարցերի որոշակի սանդղակ գոյություն ունի, որտեղ միշտ կարելի է ուրեմն ընդդիմությանը մեղադրանքներ առաջադրել։ Այ գիտեք, այսպես ասենք, ասենք թե այ ինչու դուք չեք միավորվում։ Հենց այդպես, ես չեմ կարող Ռաֆիլ Հովհաննիսյանը օրինակ միավորում ինքը իր ընդդիմությունը համարել։ Երեք շարաչորը ասում է, որ կեղծելը, խաբելը իրան, ես արել են, բայց չէր ասում Սերսասյանը, Սրիկա մարզպետերը, գյուղապետերը, իրան խաբել են։ Երեք շարաչորը ընդունեց մի որ նախագահ և պահանջեց ընդեղ 5 պաշտոն, իմանալով, որ իրան դա չեն տալու։ Գիտեք, ասենք թե եթե ուզում ես ընդհանրապես կա այսպիսի մի հասկացողություն, կոչվում է աշխատանքային կոնֆլիկտ։ Եթե ուզում ես աշխատանքային կոնֆլիկտ ստեղծես, ուրեմն դու քո ենթակային այնպիսի հանձնարարություններ տու, որը դա երբեք չի կարող կատարել։ Ասենք, գիտազդական ինստիտուտում ինժեներն ասում ես թռի 2 մետր 25 սանտիմետր։ Նա երբեք դա չի պետք, կասի ես թռիչ 60 թռող չեմ։ Կասես ինձ չի հետաքրքրում թռի։ Հիմա սա անվտանգություն է ուզում։ Այդ մարդը այսքան խաբել է, այսքան մարդու քսել է գործողության մեջ, որ կեղծի կրնի սենց ընտրություններ լինի, որ անվտանգություն քեզ տա։ Որ հերնանից ես, ինչի համար։ Պարզա որ չի տալու։ Եթե պարզա որ չի տալու, ինչ ես ուզում։ Չես հասկանում էլ կա։ Բայց եթե չես հասկանում ոնց ես նախագծում դառնալ։ Դա եւ երկրորդ հարցը, ասացիք որ հակա։ Չէ, ընդդիմությունը չավարտեցի։ Դուք ասում եք որ այ ընդդիմությունը ինչի չի միավորվում։ Տարբեր հազար մի հարց կա չմիավորվելու համար։ Ընդդիմությունը դա դիմությունը չի, որ նույն այս կեատրատ տաշտի առաջ կողքեր նստած են, ընդհանրապես բրբրթել են իրար ցես տեղավորվել է տաշտակի շուրջը։ Ունես ուժ մնացել է։ Մենք ազատ ենք, մենք անկախ ենք։
Մեկը սոցիալիստ է, մեկը լիբերալ է, եւ այլն, հազար բան է մեզ բաժանում, բայց ի՞նչ կապ ունի։ Ես չասեցի տվեք ձեր ձայնը հակին, ասեցի տվեք ձեր ձայնը միայն իրական ընդդիմությանը։ Ում Երևանցի ընդդիմությունը համարում։ Տվեք ընդդիմությանը, որպեսզի իշխանությունից ոչ մեկ այդ ավագոնում չլինի։ Չեն կարող այդքան կերծել այս անգամ։ Որտեղ ես մի կեղծիկը հələ չեն մասել, կուլ չեն տվել։ Ճիշտ է, կուլ են տվել պրեսկոտի մակարդակով եւ ելի մի շատ կարևոր հայտարարություն ուզում եմ անելու, որ հավանական է մենք պետք է նստենք, ազգովի կազմենք պրեսկոտյան ցուցակ։ Այսօր տարբեր տեսակի ձիմայի ցուցակ են ռուսները կազմում, նրանք արդեն մեկ ուրիշ ցուցակ են կազմել, մարդկանց ովքեր որ պետք է իրանցում են երկրի մուտք գործելու, բայց այս զերծարարները, այս ամբողջ այս թշնամանքը հայազգի մեծ սերմաստողները, որ օրինականացնում են, դրանք եվրոպացիներն են, որոնք գալիս են ժողովրդավարի դիմակով եւ սրիկայաբար ամեն անգամ կեղծիկները հաստատում գնում են։ Եկեք պրեսկոտի ցուցակ կազմենք։ Եկեք կազմենք բոլոր այն, այսպես ասած, ճակերտավոր ժողովրդավարների ցուցակները, որոնք տամարտի գալիս են հերթական անգամ մեր ազգը թուրմացա մեջ կսելու համար։ Եկեք դրանց ցուցակները կազմենք, չթողնենք, որ դրանց պիես ոտը կպնի օդանավակայանի մեր զվարթնոցի հողին։ Այլ միգուցե, որ արդեն դրանց վրա հույս չդնենք, այդ առաջին զերծարները, պրեսկոտների վրա հույս չդնենք, միգուցե մենք կարողանանք մեր ներքին հարցեր լուծել, առանց դրանց, առանց այդ ժողովրդավարների, առանց այդ ժողովրդավարի տանդեմի, առանց այդ Եվրոպայի։ Ինչպես է հատը պատրաստվում Երևանը տերիս խոսքերով ասած ասպես վերցնել իշխանության ձեռքից, եթե Էդվարդ Շարմազանովը քաղաքական տնտեսական ռեսուրսներ ունեցող ուժին բուրեկային հայտարարել, որ Երևանը չեն հանձնելու հանրապետականները։ Դուք նկատի ունեք այն լրջագույն հային, երկնալուց, հա, ում ասում դուք։ Էդվարդ Շարմազանովը։ Հա, կուսակրոն հային նկատի ունեք։ Ինչ էր ասել։ Ասել է բուրեկային ասել, որ մենք չեն տալու Երևան, այսինքն իրենք ամենքիդ փորձել են։ Այդ իրա ոչ տատիկին է, ոչ պապիկին է, ոչ տա։ Ինքսկի ալավերդին չի կարա ասում, կարա չտա։ Երևանը թերը թող ինքը շատ հանգիստ խաղաղ մնա, ասենք եկա, որպես կոնստեժանը կոմսոմոններ կային, ակտիվ բազաներ շատ։ Այդ ռելսերի վրա եկա, վնգավտեք, անեց որ թող հանգիստ մնա, շատ փոքր, շատ տեսպես բաներից է հանկարծակցում խոսալ, այդ կուսակրոն հայը։ Հենարա, Պարոն Հյասարյան, իսկ հրետային բվկային համարում եք իզիմություն և այդ միհարդ և երկրորդ հարցը ապրիլինի, եթե Ռաբի Հովանեսյանը երկրինակարության առողջան մասնակցի էլիկը համարեք սրտի կխակիով, թե միայն Սերսարցյանի երթվելու ժամանակ։ Նախ և առաջ ինչու պետք է ինքը ամսեինին երթվի։ Դե ինքը կսաճ։ Ինքը շատ բան այդարում։ Եթե խոսքը վերաբերման նրան, որ ինքը ընտրվել է և այդ 37% ասում է ընտրությունները կեղծված են, ես եմ ասում կեղծված են, եթե կեղծված են միգուցե Անդրեաս Ղուկասյանն է մեր հանրապետության նախագահ, ինչի կանա։ Ինչ են մենք թողնել մարդկանց ընտրվում, միգուցե այլևս մեր տեխնատուներ դեռ բուժում է, կարող է ինքն այնտեղ հանրապետության նախագահն, ով կարող ասի, կարող է Արագն է հարությունը։ Ինչ ենք մինգել առաջ։ Մենք կարող ենք ասել նոր ընտրությունների մասին կարող ենք խոսել, թե չէ ինքը որոշել է երթվի, թող իրանալ ինչ անի, թող երթվի։ Բայց եթե երթվում անչափ պաշուն ուզում։ Մի մարդուց, որ նա խաբել է։ Հիմա դրա երթմանը հավատամ, մահանալու, թե պաշուն ուզում, որ մեկին։ Ամեն օր մի բան ասում է այդ մարդը, գնացեք փուլը Ջեբեջանը չի գնում, հուշի ասի, ամեն օր մի բան մի ասա, մի բան ասում ես հիշի ինչ ես ասել, դա անդր կտնի։ Օրը չանցած մի հատ նոր բան է, սուրպրայզ է անում, սենց ասած իրան լեզով ասեմ։ Վերեց Աշոտ Մանուչյանին, լսի, դրան Ջեբեջան ասա, թող Աշոտ Մանուչյանին լսի։ Ջեբեջանը իրավաճ խորհրդականն է։ Չէ, չեմ ասում որպես խորհրդ, որպես լրագրող, ասա Աշոտ Մանուչյանը չէ, դա իմ խոսքն է։ Ասա այնտեղ իմ խորհրդերի կարիքը չունի, պարոն Եղիազարյան։ Չէ, իմ խորհրդի կարիք ունի, թող Աշոտ Մանուչյանին լսի։ Ինչի Մանուշարյանը ձեր կողմից է,
ներդրվել է խորհուրդներ Աշոտ Մանուկյանը իր կողմից է։ Աշոտ Մանուկյանը, ես այդ ձեզ ասեմ, որ իմ ընկերը չի Աշոտ Մանուկյանը, բայց ասեմ, որ ազնվագույն քաղաքացի Աշոտ Մանուկյանը։ Աշոտ Մանուկյանը եղել է ներքին գործոց նախարար, հետո երբ որ ավազակային տմարդի հարցակում էր եղել, սպանության փորձ էր Աշոտ Մանուկյանի վրա։ Ես գնացի Աշոտ Մանուկյանից տուն, այն ինչ որ տեսա, ասեմ, որ նրանց տան պատերը մնացել էին նույն թվականի 20-25 տարվա առաջվա պատերը, ոնց որ հայրը ստացել էր բնակարանը։ Այդ է Աշոտ Մանուկյանը, ազնվագույն քաղաքացի է։ Այնպես որ մեկ-մեկ որ լսեք ազնվագույն քաղաքացու, մի գուցե հիշի թե երեքշարոջի ինչի մասն է խոսացել։ Այսօր չփոխի։ Ինչու՞ չեք գնում Ռաֆի Հովհաննիսյանը, նորից ես առաջին բամիկ եմ չխոսամ, ինձ անդադ հարց եք տարած, որպեսզի դա երկրորդ հարցին, հա? Հելա մի հատ տեսնանք միացումը լնում է այդ մարդու, որտեղս Բաղդեմիոսի, վաղը մեկել ասենց են խոսում, եկել հանկարծ այդ մարդը իրոք որոշի սփանա եւ ասենք թե հանուն հայ ազգի, հանուն այդ ամեն ինչի մեկել տեսած մահկանացուն կյանքի ազատության հրապարակում, ով գիտի։ Այ որ սրբերին դեմ չգնա, ոչ մի չեմ խոսում։ Խղճի խայտ կզգա, պարոն Եղիազարյան։ Այդ ընթացքում կզգա, բայց գիտեմ, որ դա չի լինելու։ Երկրորդ հարցը ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին ընդհանրին համարում։ Ես հիշում եմ ձեր հարցը։ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին։ Ես իհարկե համարում եմ, բայց լավ կլինի, որպեսզի նայենք, ասենք աշունը, ինչպես կգանք, ինչ վիճակում կգանք։ Ես համարում եմ ընդդիմություն։ ՀՅԴ-ին որ հաստատ համարում եմ։ Ինչպես է գնահատում մեր քաղաքապետի Երևանի համար կատարած աշխատանքները եւ ում է տեսնում նոր քաղաքապետի աշխատանքները։ Ներկայացեք, եթե չայ։ Արմինֆո, ներկայացեք։ Ես շփոթեցի, Արմինֆո։ Ինչպես եմ համարում աշխատանքները։ Այո, նրա կատարած աշխատանքները եւ ում է տեսնում նոր քաղաքապետի պաշտոնում։ Ձեզ մի բան ասեմ, ինձ համար Երևան քաղաքի համար աշխատանքները այն ծաղկեպսակները չեն, որոնք շատ անգամ անճաշակ երևում են տարբեր քաղաքի անկյուններում։ Ծաղկեպսակ։ Այդպես ասեմ, էլի։ Տարբեր ծաղկի ձևավորումները։ Բայց չէ, որ դրանք աչքի համար գեղեցիկ են ու ոչ միայն կոնկրետ։ Իհարկե գեղեցիկ են։ Ես մի բան, դուք գիտեք, ասենք թե գրականության մեջ որպես կանոն ես մի շարք տեղերում հանդիպել եմ, Լուցիֆերը արտակարգ քաղաքավենիքները թխումը։ Նա ոչ մի անգամ հանդես չի գալի դաշնով և մեկից մեկին չի ոշոտում։ Այդ ծաղիկները պետք է բարձրացնել զգուշորեն և տակը նայել, թե այդ ծաղիկների, այդ ծաղկեպսակների տակ ինչ է, այդ ծաղկեպսակասը, որ նկատմամբ գերեզմանոցն է։ Այդ ծաղիկները պետք է բարձրացնել և զգուշորեն տակը նայել քաղաքապետարանի աշխատանքը։ Այսօր Երևանի բնակիչը անտերը։ Այսօր Երևանում այդ ծաղիկները ստեղ-ընդեղ աչքը շոյելով դնում են, ընչազուտ մարդիկ կան հազարավոր, որոնք բնակարան չունեն։ Իսկ բնակարան չունեն, որտեղ Երևան տեր չունի։ Այդ մարդիկ բնակարան չունեն, որտեղ Երևանում, այսօր, Աբովյան փողոցի վրա, քաղաքաշինության բոլոր նորմերի վրա թքելով, այդ ծաղի դնող քաղաքապետը, թույլատրություն է ստորագրել և ԱՕՔՍ-ի կողմում 10 մետրի վրա շենք է կառուցվում։ Երեք չառաջորը այդ ծաղիկ դնող քաղաքապետերից մեկը էլի, արդեն չեմ հիշում, որ երրորդը նմանատիպ։ Օպերայի հոյակա այդ ճարտարապետական կոթողից 8 մետրի վրա թույլ տվեց, որ կարծեմ դատախազնեն ինչ-որ տզրուկ, այդտեղ սրճարան կառուցի։ Այլ ավելի լավ կլներ, որ այդ ծաղիկները չլինեին Երևանում։ Ծաղիկները չլինեին, բայց այդ քաղաքաշինության նորմերը պահպանվեին, և Երևանի բնակիչներ ապահով լիներ, երևանցուն չխաբեին, չսարքեին ողջ,
Ներողություն իմ հարցը վերաբերվում է հենց կոնկրետ Տարոն Մարգարյանին։ Ես մնացած Ուրեմն Բյուզանդի փողոցի բնակիչները, Արամի փողոցի բնակիչները, Ֆիրդուսի փողոցի բնակիչները նույն Տարոն Մարգարյանի օրոք են հեծում, լացնում, խփում գլխների, որ անկուն են մնացել։ Մի անգամ է Տարոն Մարգարյանը բարի գտնվել է, բուտիկների արակը մեկ ման էր գալիս։ Մանեկավ անիմաստ Տարոն Մարգարյանը, միջև Սերժ Սարգսյանը չեկավ, ներողություն, մի հատ ավարտեմ, մի հատ խոսեմ։ Ուրեմն միջև Սերժ Սարգսյանը չեկավ, չասեց, տղա ջան, սես պետք չի անել, եւ բուտիկները անհետացան։ Ինչա Տարոն Մարգարյանը չէր հասկանում, որ ինձ դա պետք է անի։ Այ որ ծաղիկները հանում ես, տակը նայում ես, բուտիկա երևում եւ անտեր մարդիկ։ Այսինքն դուք դժգոհ եք նրա կատարած բոլոր աշխատանքներին։ Ինչպես կարող են բոր լինել։ Եթե իմ քաղաքում 3-4 տասնյակ, ինչ 3-4 հազար մարդ անկուն է մնաց, ինչպես կարող են բոր լինել։ Գնացեք կոնտ, տեսեք ինչ է կատարվում։ Գնացեք սայտակ, տեսեք ինչ է կատարվում։ Գնացեք Ֆիրդուսի փողոց ու Բյուզանդի փողոց։ Մի բնակարան Արամի փողոցի վրա 15 հոգու վաճառել են, մեկ բնակարանը։ Մի անգամ ձեր Տարոն Մարգարյանը դրանով զբաղվել է։ Մի անգամ։ Ստից գոնե ձերի համար։ Մի երևանցու օգուտ տվել է, ասել է երևանցի քեզ խաբել են։ Ես էլ այս քաղաքի քաղաքապետն եմ։ Հետո ինձ համար շատ տարօրինակ էր օրինակ։ Շատ տարօրինակ։ Միգուցե ես չեմ տեսել, դուք տեսել եք, ես ներողություն խնդրեմ։ Ես տեսել եմ։ Ինչ։ Դե Ծաղիկները։ Ոչ մի ես եմ տեսել Գերմանացում։ Ոչ մի ծաղիկ։ Ուրեմն ասեմ ձեզ։ Ինձ համար շատ տարօրինակ բաներ կա, շատ։ Մեկը չի, երկուսի չի, երեքը չի։ Որտեղ քաղաքը, երբ որ չունի այդ բնակիչների խնդիրը, կամ այդ խնդիրը մինիմալի է հասցված։ Բայց որ մարդիկ անզորություն զերնելով, դուք տեսել եք երբևից է գնամ Տարոն Մարգարյանի այդ քաղաքապետանի մոտ, մարդիկ ցույցի։ Գրել պաստառների վրա տվեք մեր բնակարանները, մեր երեխաները անօթել բաներ։ Ոչ մի անգամ։ Նրանք դնում են բարենակ 26։ Այդ է ուրիշ խնդիր չեն դա գնում։ 10 մետր։ Շնորհակալություն Արմեն հարցնեին։ Ես պարոն Եղիազարյան նորից վերադառնալով սիրելի եւ հայտնի թեմայի։ Դուք արդեն սպառվել է։ Չէ, նկատի ունեմ վերջին պահանջները հանրահավաքում, որոնք ներկայացվել են։ Դուք նորից ինչ էլ անի Ռաֆիովյանցին, ես վստահ եմ, որ դուք քննադատելու եք։ Խանդոտ փեսացուի նման եք պահում, որ ուրիշի հետ ամուսնանում, հետո դրական ինչ անուն ասեք դնում եք։ Այդպես տպավորություն է, էլի։ Հիմա ամբողջ ընդդիմությունը 90% ասեմ, հատուկ են մարդկանցից եք ընդդիմության, որը չի գտնվում։ Ում եք ամուսնացել։ Ռաֆիովյանցյանի ենթադրենք։ Դե տենց բան կա, չէ՞ որ ասում են Պարոն Եղիազարյան, ընդդիմությունը այդ թվում եւ կոնգրեսը հայտարարեց, որ այո, ընտրությունները կեղծվել են, Ռաֆիովյանցյանն է շատ ձայներ հավաքել, Հոիդան նույնը ասեց, բոլոր քաղաքական ուժերը դաշտի, բացի իշխանականից նույն հայտարարությամբ հանդես եկան։ Հիմա դուք էլի գտնում եք, որ դեռ չգիտեք ով է հաղթել եւ դա դեռ կերևա ով է հաղթել, Ռաֆին է հաղթել, թե ուրիշ մեկը։ Բայց հարցը ուրիշ բանի է վերաբերում։ Այ դուք ասում եք պահանջները, մեկը գիտես, որ չի տալու էլ ինչ կարիք կար նման պահանջներում։ Դուք իր փոխարեն եթե լինեք, դուք ինչ կանեք, կամ եղել եք, կոնգրեսը եղել է իր փոխարեն ու ինչ է արել։ Կոնգրեսը չի կարող լինել Ռաֆիովյանցյանի փոխարեն, չի կարող լինել։ Նույն կարգավիճակը։ Ուրեմն ասեմ ձեզ, առաջի անգամ լրի նոր մշակույթ մտցրեցին։ Նույնիսկ ասենք ոչ պատրաստված մարդը կարող էր ցնցվել այդ դրանց ասենք թե ընդհանուր այդ խոսակցություններից, ասենք թե մի քիչ պատրաստ չլինեի, չհասկանայի այնտեղ ինչ է կատարվում։ Օրինակ դուք Սերժ Սարգսյանն ասում էր այո, Ռաֆիովյանցյանը արտակարգ, գեղեցիկ, լրջագույն, չեմ անում, այդ տպարստը, որ ասեմ թե սրանք որով պորտղալ երբ գողում են, սա դուս էր գալիս Սերժ Սարգսյանը, ուրեմն Արցախի ազատամարտի հերոս, չեմ անում ինչ,
Պողոս, Պերտոս, Մարտիրոս, Սարաքյան։ Այո։ Ինչ այո։ Խոսենք նրանից, որ ասենք ամենալրջակուն պատերազմի տարիներին Սերժ Սարգսյանը դեռ չէր, դեռ Մոսկվայում։ Օրինակ։ Եվ լրջակուն դերակատարություն է ունեցել Մոսկվայից։ Հանդերձանք է ուղարկել, որ կռվեն Երևանի ժողովուրդը, Ղարաբաղի սահերով։ Այսինքն ներդրում չի ունեցել։ Ունեցել է։ Լրջակուն պարադայում Մոսկվայում ունեցել է ներդրում։ Ինչի, ինձ պատերազմի ժամանակ եմ տեսել նախարարի պաշտոնում Սերժ Սարգսյանին, բայց կռվել է այն երևանցի, որ խրամատում